Հունվարի 27 հատկանշական օր Ջավախք աշխարհի օրացույցում։ Այսօրն է ծնվել մեր օրի Աշուղ Ալիկ Ջավախը, նույն ինքը Ալիկ Քսպոյանը։ Նրա հյուրն էինք նաև մենք։ Փորձեցինք անակնկալ ձևով շնորհավորել Աշուղի ծննդյան տարեդարձը, բայց ինքներս եկանք անակնկալի։ Աշխատանքի վայրում էր, աշխատասենյակում, մենակ։ Հարցազրույցը երկար չտևեց։ Նա խոսեց ոչ թե իր կյանքի ու գործունեության, այլև 2025 թվականին ունեցած աշխատանքային հաջողությունների եւ 2026 թվականի ծրագրերի մասին։ Եվ աղջիկներն ազանի, քաչուն զուրման չերունի, եւ աղջիկներն ազանի, հազախաբար կեզնից արնեն, Չէ այսման ինչ եղավրեն, հազախաբար կեզնից արնեն, Չէ այսման ինչ եղավրեն, Դուր ու դերգից թեշկիր արնեն, Էր Ջավախքում կեչած բարեն, Դուր ու դերգից թեշկիր արնեն, Էր Ջավախքում կեչած բարեն։ Ճիշտ ասած 2025 թվականը իրականից ինձ եւ իմ համույթների համար կարելի է համարել լավագույն տարի, քանզի գիտեք ինչ է, մեկ տարվա ընթացքում ես թողարկեցի 4 նոր երգեր, կա տեսահոլովակները, խնդրեմ, երկուսը առաջի անգամ անդրադարձավ Ջավախքին, իմ 6 երգերը եւ Աշուղ Լեյլու 6 երգը նոյեմբերի 1-ին երկուսը ցուցադրեց, դա մեծ հաջողություն էր, առնվազն գոնե ինձ համար եւ Աշուղ Լեյլու համար իհարկե։ Դեք ինչ, առաջի անգամ իմ հայրենի Ջիգրաշեն գյուղում կարողացանք անցկացնել երկի բարի մրցույթ փառատոն նվիրված իմ ծնունդին, իմ ծննդավայրում։ Եվ իհարկե այսօր դուք հարց տվիք ծնունդը ես սովորականից աշխատանքային օրը աշխատում ենք եւ հույսով եմ որ այս տարի նաեւ նույնպես իմ հայրենի գյուղում երկրորդ անգամ այդ տոնակատարությունը կշարունակվի եւ մենք վեճուկով կնշենք եւ շատ լավ երևույթ էր որ Գյումրի քաղաքը առաջի անգամ իմ երեկոն անցկացրեց Գյումրի ժողովրդիկների անսամբլը ներկա էր Մոնիկա Նազարյանը, ուրեմն Մավր Մկրտչյանը, իմ սաները, որոնք Երևանից էին ժամանել, շատ լավ էր, դրանով լավ էր, իսկ կարևորագույններից մեկն էլ այն էր, որ 25 թվականին մշակույթի տունը ենթարկվեց վերանորոգման, փոքր դահլիճը, միջանցքները, զուգարանները եւ դրա համար օգտվելով առիթից կուզենայի շնորհակալություն հայտնել շրջանի մունիցիպալիտետի ղեկավարությանը իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին 26 թվականին մենք պետք է մշակույթի տունը եւ մեր համույթները գյուղական համույթները աղրկալագի մշակույթի տունը ընդհանրապես ինչպիսի կոլեկտիվներ գործում են պետք է այդ բոլոր ծրագիրը պետք է ամբողջությամբ կատարենք համերգները, փառատոնները եւ կավելացնենք այն, որ Ջավախքի գարուն փառատոնից հետո մեկ շաբաթ հետո պետք է անցկացնենք միջազգային փառատոն։ Այդ միջազգային փառատոնը արդեն մենք մերիայի հետ որոշ հարցեր քննարկել ենք, ստացել ենք նրանց հովանավորությունը եւ դա ասված որ կատարենք։ Իհարկե, ասում եք դժվար է, իհարկե ամեն ինչ դժվար է, կապրենք, կտեսնենք, պետք է աշխատենք։ Նվիրվել իրենց գործին, մարդ պետք է սիրե իր գործը, երբ սիրում ես քո գործ աշխատանքը, դժվարությունները հաղթահարելի է, դժվարությունները ուշադրություն չեք դարձնում, ցուրտ է, չկա, ֆինանս չկա, դրանք պատճառներ են, որպեսզի մարդ չաշխատի, պետք է անել ամեն ինչ, սիրել աշխատանքը եւ առաջ գնալ, սիրել քո ժողովրդին,
եւ նվիրվել ժողովրդին։ Նրա համար անել ինչ որ լավ է։ Օգտվելով առիթից նայած շնորհակալություն հայտնեմ ձեզ աղջիկ ջան, հերոստատեսչանը, Փարբանա հերոստատեսչունի նոցմինդայի, միշտ անգամ ցանկանում եմ լավագույնը ձեզ։ Միշտ մեր տունն է իմ երազում, մեր հինդունը փոքր ու մեծ, որտեղ անցավ յոթնամուրցում, մեծեր համար և հույսեր, մեծեր համար և հույսեր։ Նշենք, որ նրա գործունեությունը երկար է ու բեղումնավոր։ Փորձենք հիշել 21-րդ դարասկզբից։ 2000 թվականին նա հիմնադրել է Ջավախք անսամբլը, որը 2003 թվականին Ջավախքի պատմության մեջ առաջին անգամ կարողացավ դուրս հանել Եվրոպա, Հունգարիա, Սլովենիա։ Շղթան շարունակվելով առիթ հանդիսացավ ստեղծվել անսամբլներ նաև ախալքալակի բոլոր գյուղերում, որը հասավ այն հորիզոնականին, որում բոլոր համույթներով ստեղծվեց Ջավախքի գարուն երգի պարի փառատոնը, որն արդեն 18 տարեկան է։ Այնուհետև պարոն Քսպոյանը կանգ առավ ազգային տարազների վրա և որոշեց հիմնադրել ազգային տարազի փառատոնը։ 2002 թվականին նրա նախաձեռնությամբ ախալքալակի մշակույթի տանը բացվեց Քանոնի խմբակ։ Հայաստանի Հանրապետությունից հրավիրեց մասնագետ Էդուարդ Պողոսյանին։ Խմբակում գրանցվեցին 8 աղջիկներ։ Բացառիկ է նաև աշուղական դպրոցի բացումը, որի մեջ մշտական գործում է Մեծ Ընջիվանու անունը կրող աշուղական անսամբլը։ 6 տարի արդեն դհոլահարների գործունեություն է և բոլորովին վերջերս ստեղծվեց նաև մանկական, հայկական ժողովրդական գործիքների անսամբլը։ Երևի թե շատերը չգիտեն, որ մեր աշուղը նաև հիանալի թատերական ռեժիսոր է։ Նա մշակույթի տանը բեմադրել է Արմեն Բայանդուրյանի «Աղջկաս փեսացուները» պիեսը, որին ներկա է եղել անձամբ ինքը հեղինակը, մի քանի ռեժիսորների հետ, և գովեստի խոսքեր արժանացնելով թատրոնը հրավիրում է Թբիլիսի, ելույթ ունենալու Պետրոս Ադամյանի դրամատիկական թատրոնում։ Երևի նաև պատահականություն էր, որ այստեղ ներկա էր Հայաստանի թատերական միության նախագահ Հակոբ Ղալանչյանը, ով հրավիրեց թատրոնը Երևան, նույնպես Լեփլեցուն դահլիճ։ Այնուհետև թատրոնը ելույթ ունեցավ Գյումրիում և Նինոցմինդայում։ Նա նաև ստեղծել է մանկական թատրոն, որը մեծ շուկով հանդես է եկել Երևանում, նրան հատիկ փառատոնին։ Այս բոլորը իրականություն է։ Մինչ օրս նա ստեղծագործում է, նա գործի մարդ է, ու նրա աշխատանքը ակնհայտ է։ Իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք, հնից քաջատուր, իմ ախալքալակ, իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք, հնից քաջատուր, իմ ախալքալակ։ Իր գործունեության ընթացքում հյուրախաղերով ու փառատոններով հանդես է եկել 12-ից 13 երկրներում, ունի 50-ից ավել մեդալներ ու պատվոգրեր։ Հայաստանի Հանրապետությունում պարգևատրվել է Կոմիտասի, Մովսես Խորենացու, Ջիվանու և Սայաթ Նովայի շքանշաններով։ 200 երգերի հեղինակ է, գրել է նաև վրացերեն լեզվով։ Ալիկ Քսպոյանն ախալքալակի ակումբների միավորման տնօրենն է ու նաև մշակույթի տան տնօրենը։ Նա արժանացել է Վրաստանի վաստակավոր մանկավարժի կոչմանը։ Շնորհավոր ձեր ծննդյան տարեդարձը, վարպետ։ Թող ձեր գործունեությունը լինի անխոչնդոտ ու հաջողություններով լի և օրինակ ծառայի երիտասարդ սերունդներին։ Իխանկար է հիշեցնեմ գան, որոշ սողացող մարդկանց, իխանկար է հիշեցնեմ գան, որոշ սողացող մարդկանց, հազախաբար կեզնից արնեմ, թե չէ այսման ինչ եղաբրեմ, հազախաբար կեզնից արնեմ, թե չէ այսման ինչ եղաբրեմ, դուրու դերգից թշկիր արնեմ, Ջավախքում քեչած բարեն
թշկիրարը